Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում մետաղի վերականգնման թեմայով մեկ շաբաթյա սեմինար է անցկացվել, որը վարել են Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի լավագույն մասնագետները։ Մասնակցել է Հայաստանի տարբեր մշակութային կենտրոնների 20-ից ավելի աշխատակից։ Դասընթացի նպատակն է բացահայտել հնագիտական մետաղի առանձնահատկությունները նախ հողում եւ արդեն վերականգնման ընթացքում, ներկայացնել մետաղների հետ աշխատելու պայմանները, մոտեցումները եւ այլն։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ գործակցում են տևական ժամանակ տարբեր կրթական, նաև մասնագետների վերապատրաստման դասընթացների շրջանակում։ Մասնագետի խոսքով մետաղի վերականգնման հարցում մեր երկրում խնդիրներ շատ կան, դասընթացը հենց այդ խնդիրների լուծմանն է միտված։ Գիտելիքներ ունեն բավականին մեծ փորձ եւ շատ լավ վերականգնողներ են։ Պարզապես մեզ մոտ դրսի հետ համեմատած կան նյութերի սղության խնդիր եւ տարբեր տեխնոլոգիաների, տարբեր սարքավորումների խնդիր, որ մեր կենտրոնը փորձում է պարբերաբար տարբեր ծրագրերով, տարբեր այսպես միջազգային օգնությունների եւ ներդրումների միջոցներով ձեռք բերել, մասնավորապես ճապոնական կողմի աջակցությամբ մենք հագեցրել ենք մի քանի տարի առաջ մեր վերականգնման լաբորատորիան տարբեր սարքավորումներով։ Հայ վերականգնողների հետ աշխատանքը տպավորել է ֆրանսիացի մասնագետներին։ Հայաստանում իսկապես բարձր մակարդակի վերականգնողներ կան, որոնց հետ կարող ենք փորձի փոխանակում իրականացնել։ Շատ ուրախ եմ նրանց հետ գործակցելու այս հնարավորության համար։ Այս ոլորտում հայ-ֆրանսիական գործակցությունը կշարունակվի նաև առաջիկայի 2 տարում։ Էլեն Սարգսյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։